Բարևձեզ, մեծարգոդը նորեն ուսուցչական գազմ և աշակերտներ։ Ինչու եկա այսօր գիտեք, որբեսի մազերուս նայեցեք, ջերմակ մազեր ունիմ, 85 տարեկան եմ, կյանքի փորձառութենեն ձեզի խորհուրդ տամ, որ հաջող լաք։ Հաջողության գաղտնիքները գիտեք ինչ է, լավ սորվիլ և հարադև լա։ Կյանքի մեջ է որոշում պիտի առնեք, ինչ կուզեք լավ, բժիշկ, փաստաբան, ճարտարապետ, բայց ամենին կարևորը պիտի զգաք դուք ով եք։ Ուրեմն ամեն մեկերնից պիտի զգաք, որ դուք հայ եք։ Երբ որ հայ եք, ձեր լեզուն ինչ է։ Հայերեն։ Ուրեմն հայերեն լեզուն ամենին լավը պիտի գիտնաք։ Գիտեք ինչու։ Որովհետև բոլսահայերը հայերեն լեզուն մաքրած են, հղկած են և աշխարհին տարածած են։ Ամենի լավ բանաստեղծները եղած են բոլսահայ, երաժիշտները եղած են բոլսահայ, ճարտարապետները եղած են բոլսահայ, դպրությունը բոլիս Թուրքիա փերած են բոլսահայերը, ուրեմն ինչս է, որ բոլսահայերը խելք ունին, բայց այդ խելքը ճիշտ պիտի գործածեն։ Եվ ամենեն լավ ասկասերները եղած են բոլսահայերը։ Ինչու գսեմ, բոլիսի դպրոցները նայեցեք, ամեծ մասամբ կամ բادرյարքների շինած են, կամ ամիրաները։ Ամիրաներով էին, բոլսահայ հարուստները, որ բեդության մեջ թիրք ունեին, կամ տրամադուներու պատասխանատու էին։ Ուրեմն դուք որ ուզեցիք մարդը լալ, կարևորը ան է, որ առաջին 3 թիրքերու մեջ լաք։ Առաջին, երկրորդ և երրորդ։ Անոնք են, որ մրցանակը գշային, անոնց անունները կդարածվին, բայց ամենին շատ անունը կդարածվի անհային, որ իր ասկին օգտակար գլա։ Հիմա, որբեսի առաջատեմը լակ, ինչ պիտինեք։ Մեր ուղեղը, որ հիմա կգործածենք, 115% կգործածենք։ Մնացած 85% չեն գործածել։ Երբ որ թուն հետաքրքրություն ունիս նկարչության մեջ, գրելու մեջ, արևդուրի մեջ, ադոնք պիտի զարգացնես։ Երբ որ թուն զարգացուցիր, մյուսերեն ավելի շատ հարաճաթեմ գլաս, ավելի գճանցվիս և ավելի կհարստանաս։ Հիմա, կյանքի մեջ ամենեն կարևորը հարստանալն է, չէ, հարստությունը միջոց է, որ նպատակից ծառայեցնես։ Ուրեմն, բոլսահայերը վերցնենք, շատ հարուստներ եղած են, բայց երբ որ դադյան գցես գիշեն, բեզջյան գցես գհիշեն, ինչու համար, որովհետև իր հարուստությունը դված է, որ դպրոց շինվի։ Դպրոցը ինչու համար է, աշակերտները գիտություն հավաքեն և լավ գրթվին։ Ուրեմն ձեր հարուստության նպատակը մինակ դրամ հավաքել բիչիլա,
ահալ օգնել ուրիշին։ Ամենի լավ օգնելու միջոցը դպրոցներու մեջ է գիտություն սորվեցնելը, ուղղություն սորվեցնելը։ Հիմա թիթեր ուսուցիչները ամեն օր ցեզի գսորվեցնեն։ Ուրեմն մեղուի պես պիտի լակ։ Առնեք այդ բաները, որ օգտակար են։ Մեղուն ձաղիկ կերտա, նեկտար գահավանք է, որ մեղր շինե։ Թուգալ հիմա այս տարիքին այդ գիտությունները պիտի հավաքեք, որբեսի ձեր նպատակին ծառայեցնեն։ Ջարդարաբեդ, բժիշկ, փաստաբան, ինժեներ, վաճառական, արևդրական եղաք, այո, բայց այդ գումարին մեկ մասը պիտի հատկացնեք ազգին համար։ Երբ որ ազգին օգտակար լակ, ծնողքին օգտակար գլակ։ Հիմա օրինակ մի բիտ վերեմ ցեզի։ Ասամիս կգոչվի թարգմանչած տոն։ Գիտեք ինչպես է թարգմանչած տոն։ Մեր հին ժամանակ 1405-ի շրջանին ունեցել ենք մենք վարդապետը Մեսրոպ Մաշտոց։ Հայերեն քիրերը կդացել, որբեսի հայերս մեր ինքնությունը բահենք։ Եվ ինք ունեցած աշակերտներ, 60 աշակերտ, ասոնց հայերեն սորվածնելը բացի դարած է Եթեսիա, հիմա գոչվի Ուրֆա, որբեսի երկու տեսակ դպրոցներ է, ասորական և հունական։ Ասոնք, որ սորվեցան աս լեզուները, իրենք եկեղեցական էին, դերդերներ էին, այդ ժամանակ մենք քիրեր, որ չունեինք, ասորերեն քիրեր գործածեինք, հունարեն, բարսկերեն։ Հայերենը, որ հաստատեց, այդ հունարեն քիրքերը, ասորերեն քիրքերը, հրեայեն քիրերը թարգմանեցին, մեջի գիտություն կար։ Ուրեմն մենք մոտավորապես 1500 տարի ետքը գահարքենք, գբադվենք իրենք, որպես թարգմանիչներ, ադոր համար գոչենք թարգմանչած տոն։ Հիմա դուք ինչ պիտինեք, բոլսահայեք, խելք ունիք, բոլսահայեք, աշխատացեր պիտի լակ, բոլսահայեք, օրինագելի պիտի լակ և ասկին օգտեք, որբեսի մյուս քաղուտներու մեջնալ փոքր աշակերտները ցեզի պես հառաջադեմ լան։ Ինչի եկա Եսոս, ես ծնած եմ Հալեբ, ուսանած եմ Իտալիա, բժիշկ եղած եմ, սրտապան Ամերիկա, լավ թիրքի մեջ հասած եմ, հարստացած եմ, բայց գուզեմ, որ ազգից օգտակար լա։ Մենք ունենք դպրոց, Երևան, 1025 աշակերտ ունի, ցեզ մեջ շատ ավելի շատ, բայց եկած եմ հոստեղ, որովհետև բոլսո մեջ սերունդ մգա, որ խելացի են, հիմա սերունդ պետք է լավ հայերեն սորվի և հառաջադեմ լավ։ Ուրեմն գմախտեմ, որ շարունակեք և օրինագելի աշակերտ լավ։ Այժմ։ Campes, ore garotin.
ապագը շուրթիս ու կամ սնվելու ողողովը թամբից երկիր նայրի աշխարհ Հայաստան ես քեզի կուկամ ես ու երկուղած սեմիտ կանգնելու հողդ բակնելու արցունքներովս ոտքը ցերփելու սուրբ անգին երկիր Հայաստան մենք նույն կաղնի տարբեր ճյուղերն ենք մենք նույն թռչունի երկու թևերն ենք նույն չար ոսոխի միակ զոհերն ենք բայց այո զավակ եղբայր հայրենի ես քեզի կուտամ ես ու երկյուղած սեմիտ կանգնելու հողդ բակնելու արցունքներովս ոտքդ սրբելու սուրբ անգին երկիր Հայաստան ես կուքամ համեսրտապած վերակնքվելու ջորով սևանի իմ սիրտը հսում է ամեն մի հայու որ ես նույնանամ քեզ մով հավիտյան ես քեզի կուքամ ես ու երկյուղած սեմիտ կանգնելու հողդ բակնելու արցունքներովս հողդ սրբելու